Վերջին օրերին եղանակը հանրապետության հարավային թևի հողագործների հանդեպ բարեհամբույր է գտնվել։ Քաշաթաղի շրջանի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքները լայն թափ են առել։ Գարանացանի համար 2300 հեկտար հերկել են, դրանից 800 հեկտարը սև ցելի տակ են թողել։ Նախատեսում է 2015 թվականի համար մոտ 320 հեկտար բանջարբոստանային կուլտուրաների տակ դնել։ Մնացած հիմնականը կկատարվի գարանացան գարու եւ գարանացան եւ հաճարի համար։ Կերարտադրության ծրագրով շրջանի հարավային թևի օգտագործողները ստացել են 22 տոննա կորնգանի սերմ, եւս 21 տոննա կբաշխվի հյուսային թևին։ Բնակլիմայական պայմաններից ելնելով աշխատանքներն այստեղ ավելի ուշ են մեկնարկելու։ Հողի մշակի ուշադրությունն այս օրերին սակայն միայն գարանացանի աշխատանքները չեն։ Քաշաթաղի գյուղատնտեսներն ահազանգում են վնասատուների դեմ պայքարի միջոցառումների ծավալը մեծացնելու անհրաժեշտության մասին։ Մագնալման կրծողների դեմ կատարել ենք մոտ 6000 հեկտարի աշխատանքներ, այսինքն պայքարի աշխատանքներ են կատարել, իսկ 3500 հեկտարի չափով անցած տարվա ցանած դաշտերը, որոնք այս տարի չի վահերկվել, այդտեղ մտերի վարակվածության աճը գերազանցում է, շատ ահավոր է։ Ոչ մի վարձակալ այդ հողերի վրա աշխատանքներ չի կատարում, քանի որ ցանց կատարած չի։ Այդ ուղղությամբ եք մտածում, որ ինչ որ մի աշխատանք կատարենք։ Ակտիվ են ոչ միայն մկնանոմանները, նոր տարածքներ են գրկում նաև ժուժելիցը, նույն գնայուկ բզեզը։ Հողօգտագործողները միանգամայն ընդունելի են համարում գյուղ ոլորտի պատասխանատուների դաշտերը ավիացիայի միջոցով սրսկելու հնարավորությունը։ Այսօրվա դրությամբ մոտ 300 հեկտար արդեն ունենք վարակված դաշտ։ Նախատեսվում է ավիացիայի միջոցով կատարել սրսկման աշխատանքներ գնայուկ բզեզի դեմ պայքարելու համար։ Եթե պայքարի միջոցառումները ժամանակին չիրականացվեն, հարվածի տակ կդրվեն նաև հադրութի հողատարածքները։ Հիմա Արաքսի հովտում կարտոֆիլի սերմն են հողին պահ տալիս։ Գյուղ ոլորտի ներկայացուցիչը սակայն ուշադրություն է դարձնում չօգտագործվող կամ մասնակի օգտագործվող հնարավորություններին։ Հարավային թևը նշանակությունը շատ մեծ է այն առումով, որ այստեղ գարունը շուտ է սկսվում, կարելի ասել ձմեռ չկա, ինչպես նաև ավելի վաղ ենք այդ առումով նաև բերք հավաքում եւ աշխատանքները ընթանում են արդեն մի քանի տարի մեծ քանակությամբ հողեր են արդեն մաքրվել դպուտներից եւ հետաքրքրությունը մարդկանց մեծ է եւ նկատվում է դրսից Հայաստանի Հանրապետություն այստեղ հոսք մարդկանց։ Հերկված դաշտերի հիմնական մասը դրվում է բանջարաբուծության տակ։ 2014-ին 30 հեկտարում բանջարեղենի, հատկապես պոմիդորի բերքատվությունը բավականին ցածր էր։ Ունեցած խնդիրներն արդեն լուծվում են։ Գյուղատնտեսության փոխնախարարը հուսով է, որ տարին նախորդի համեմատ բերքառատ է լինելու։ Հիմա նախապատրաստական աշխատանքների ակտիվ փուլն է։ Հիմա արդեն կատարվում է կարտոֆիլի տունկը, մշակվում է հողը, որ պատրաստում են սացելների տակ դնելու համար։ Երևում 1 ամսից արդեն ապրիլի կեսերից 10-ից հետո այստեղ հնարավոր է իրականացնել սացիլում 15-ից հետո ապրիլի։ Սամվել Բալայան, Մերուժան Մարտիրոսյան, օր